Գրագիտությունը թույլ է տալիս ձեզ կարդալ վայ, վերջին 3 փողերից, որոնք փչելու են։ Դուք կարող եք խորամուխ լինել ուղերձի մեջ և գտնել, որ դա առաջին համաշխարհային պատերազմն է, երկրորդ համաշխարհային պատերազմը և երրորդ համաշխարհային պատերազմը։ Դուք կարող եք տեսնել, որ պատգամաբերը հայտնվեց երկրորդ համաշխարհային պատերազմի և երրորդ համաշխարհային պատերազմի միջև։ Դուք կարող եք տեսնել, որ անցել է 51 տարի պատգամաբերի գնալուց հետո, մենք մինչև հիմա գտնվում ենք երկրորդ և երրորդ համաշխարհային պատերազմների միջև։ Եվ այն ազգերը, որոնք ներգրավված են դրա մեջ և հիշատակված են Աստվածաշնչում Եզեկիել 38-39 և գրքի տարբեր տեղերում, Երեմիայի մոտ և գրքի տարբեր տեղերում, ցույց է տրված, թե որտեղ կլինեն այդ ազգերը։ Ճիշտ ինչպես Ամոսի գրքում, երբ ես խորամուխ էի լինում Աբդիայի գրքի մեջ և ցույց տվեց երեաներին Սփյուռքում, թե ինչպես են նրանք վերադառնում, որ նրանք վերադառնում են հենց այն նույն տեղերը, և թե ինչ է այնտեղ տեղի ունենալու, և մենք անցնում էինք այդ ամենը, որպեսզի տեսնենք, տեսեք, թե ինչ է կատարում երկրի վրա, դա հետաքրքիր է, երբեք այդպիսի բան չէր եղել, եթե գիրքը բացված չլիներ, ապա դա կշրջանցեր բոլորին, մենք կընկնեինք նեղության մեջ։ Բայց քրիստոնեությունը հանդիսանում է այնքան մեծ և թողնում է այնպիսի ազդեցություն, որ դու ոչ մի կերպ չես կարողանա հանգիստ նստել, դու չես կարողանա ուղղակի հանգիստ նստել և ասել, դե ես հավատում եմ ուղերձին, դու պետք է աշխատես, դու պետք է մասնակցես աշխատանքին, դու պետք է գնաս այնտեղ և վկայես, դու պետք է պատրաստ լինես ամեն մեկին հաշիվ տալու այն հույսի մասին, որը քո ներսում է։ Իսկ երբ դուք հասկանում եք, որ դուք տիրապետում եք դրան և դա եկել է ձեզ միլիոնից մեկը, ասենք մոտավորապես 7,5 միլիարդ մարդուց երկրի վրա։ Իսկ հենց դուք գիտեք, ոչ միայն Մաղաքիա 4:5, Հայտնություն 10, Մաղաքիա 4:6, ոչ միայն Հայտնություն 17, այլև Հայտնություն 18:11, ոչ միայն Հայտնություն 22:16, այլև Հայտնություն 22:17, իսկ դա նշանակում է, որ դուք ոչ մի կերպ չեք կարողանա դրանից հետո ապրել սովորական կյանքով։ Դուք ուզում եք ասել, որ Աստված տվել է ձեզ սա, իսկ ձեր շուրջը ամենուր, ուր էլ որ դուք գնաք, մահանում են հոգիներ, ուր էլ որ դուք գնաք, մահանում են մարդիկ, և դուք նրանց չեք պատմի։ Դուք դա պահում եք ձեր մեջ, և դուք նույնիսկ չեք զրուցում հավատացյալների հետ, որպեսզի քաջալերեք ոմանց, ովքեր տկար են և չեն հասկանում,